Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է եւ այսօր արդեն այս խաղային օրը առաջին խաղադաշտն դուրս գալիս մրցելու Միմիազդեմ Լիոնը ու Յուվենտուսը Վինտեր քափի 3-րդ տուրի շրջանակներում։ Եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կանցներին, որից հետո կշարունակենք։ Եվ այսպես Լիոնի դարպասը պաշտպանում է Արտուր Ղազարյանը համար 1, Բաբկին Աբրահամյան համար 3, Ռուդի Գեգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Նարեկ Դավթյան համար 7, Լյուդվիկ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրահամյան համար 9, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11, Ռոման Ջուլակյան համար 13, նա թիմի ավագն է, Վահագն Խաչատուրյան համար 17, Կիմ Մինասյան համար 20 եւ Արթուր Ասոյան համար 21։ Այսօր Յուվեի դարպասը պաշտպանում է Արամ Մակարյանը համար 1, Արթուր Զաքարյան համար 4, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, կա մրցավարի Սուլիչ ու մեկնարկած է հանդիպումը Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աճեմյան համար 10, Սերգեյ Եսայան համար 11, Գևորգ Լորդանյան համար 12 եւ Սերգեյ Ղազարյան համար 55։ Աճեմյանն է գնդակով ուղարկեց գնդակը Զաքարյանի ուղղությամբ խաղարկում են Յուվեի ֆուտբոլիստները գնդակը հիմա շատ լավ փոխանցում տեսանք Աճեմյանի կողմից դեպի Մարտիրոսյանը վտանգավոր գրոյի անցել են հանդիպան մեկնարկում Յուվենտուսը հարված ենք տեսնում այստեղ Ղազարյանի կողմից ու դարպասապահ հեռացեց առաջին վտանգավոր պահը Յուվեն ստեղծեց արդեն այս խաղում ու շատ ակտիվ է մեկնարկել հանդիպումը Աճեմյան Շատ գեղեցիկ խաղարկում էր այստեղ Աճեմյանն է հեռվից հարվածում ու այստեղ կրկին դարպասապահը տեղում էր Երրորդ տեմպով ընթանում Յուվենտուսի գրո եւս մեկ փորձ Աճեմյանի չստացվեց եւս մեկ հարված ու ինչ է կատարվում հիմա Լիոնի դարպասի մոտ առայժմ անառիկ մնաց դարպասը Յուվեի 3 փորձերից հետո բայց իրենք անկեղծ Աճեմյանի հարվածը շատ վտանգավոր ստացվեց եւ միայն փայլեց այդ դրվագում Արտուր Ղազարյանը իհարկե բոլոր դրվագներում կարողացավ հեռացնել գնդակ իսկ Աճեմյանի հարվածը բարձրապես Ետ մղել մի փոքր այլ ժանրից էր արդեն Զաքարյանն է գնդակով գրոյ տեղափոխություն դեպի Մարտիրոսյանը Աճեմյանն է կրկին ստանում շատ ակտիվ են մեկնարկել այս երկու ֆուտբոլիստները այսօր Յուվեի կազմում հանդիպումը խոսքս Մարտիրոսյանի եւ Աճեմյանի մասին է բայց Կրկին Յուվենտուսն է գնդակով, այո, եկեք նաև արագորեն ծանոթանանք մրցաշարային աղյուսակին աղյուսակում այն խմբին, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը եւ ովքեր են նաև ընդգրկված այս թիմերի հետ միասին եւ այսպես Watford, Newcastle, Manchester City, Juventus, Werder, Atalanta, Palermo, Monza, Betis, Chelsea, Bayer Leverkusen, Mainz, Paris Saint-Germain, Marseille, Sevilla, Bavaria, Cadiz եւ Lyon վտանգավոր է ու այստեղ կրկին դարպասապահը կարողանում է Փրկել իրավիճակը, ահա այս 18 թիմերը միասին կազմել են Winter Cup 2025-26 մրցաշրջանի A խումբը, որտեղ պայքարը էլ ավելի թեժ է ստացվում, իսկ ինչպես են մեկնարկել առաջին այս երկու թիմերը, եկեք ծանոթանանք։ Լիոնը մեկ հանդիպում է անցկացրել եւ կրել պարտություն առաջին տուրում հենց Իսկ Յուվենտուսը այս պահին առայժմ 100%-անոց արդյունքով շարժվում է առաջ երկու անցկացած հանդիպումից հետո ունի վաստակած իր ակտիվում 6 միավոր տարել է 2 հաղթանակ ու այս պահին այս խմբի լավագույն քարյակն է եզրափակում իհարկե դա միայն խփած եւ պաստողած գնդակների շնորհիվ մինչ այս պահներ այս խմբում Watford եւ Newcastle ունեն արդեն 3-ական անցկացած հանդիպումից հետո տարած նույնքան հաղթանակ 9 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Manchester City-ն ու Juventus-ը երկու անցկացած հանդիպում ունեն ու տարել են նույնքան հաղթանակ։ Եթե այսօր ստացվի այնպես, որ Juven կարողանա 3 միավորով հեռանալ խաղադաշտից, ապա կունենա նույն արդյունքը, ինչ ունեն Newcastle-ը եւ Watford-ը 9 միավոր վաստակած, իսկ City-ն այս տուրը բաց է թողնում, նա հաջորդ շաբաթ կանցկացնի իր հանդիպումը եւ արդեն դրանից հետո ավելի բարձր կլինի մրցաշարային աղյուսակի ընդհանուր պատկերը հիմա կրկին Յուվեի ֆուտբոլիստներն են գնդակով իսկապես շատ մեծ առավելություն ունեն Յուվենտուսը հանդիպան մեկնարկից մինչ այս պահը, բայց առայժմ դա միայն վիճակագրորեն գլխավորը հանդիպան հաշվի մեջ չկա առայժմ փոփոխություն, ինչը իհարկե հիմնական
ու կարևոր առաջադրանքն է Յուվենտուսի համար, արագ աչքի ընկնել խաղադաշտում, բայց առայժմ Լիոնի դարպասը համար։ Իհարկե Հաչեմյանն է խորքից փոխանցում կատարում, բայց դարպասապա Ղազարյանը կրկին դուրս եկավ եւ հաշվարկեց գնդակի դիրք ու վերցեց։ Գնդակի հիմա Լիոնի պատասխանին են ականատես լինում, վտանգավոր է Սեթրակյան հարված ու առաջին վտանգավոր բանն արդեն ստեղծեց Լիոնը, բայց այստեղ ինչպես Լիոնի դարպասապա նախորդ մի քանի դրվագներում կարողացավ փրկել իր թիմին, այս դեպքում էլ Արամ Մակարյանը կարողացավ ոտքով հեռացնել գնդակ ու դարպասը պահել անառիկ։ Անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ կտա Լիոնին։ Կա փոխանցումը։ Հերվից հարված ենք տեսնում ու գնդակը հայտնվեց դարպասում 1-0, այո, անկասելի հարված կատարեց այստեղ Ռուդի Գեգոյանը բացելով այս հանդիպման հաշիվը։ Ռուդի Գեգորյան 1-0, այո, շատ արագ կարողանում է Լիոնը աչքի ընկնել այս հանդիպման մեկ տարկում, իսկապես այդքան մեծ առավելություն ուներ Յուվենտուսը, բայց Լիոնը ընդամենը երկրորդ փորձից կարողացավ աչքի ընկնել ու առաջինը հասնել հաջողության այս խաղում, ինչի մասին խոսում ենք, իհարկե առավելություն ունել խաղադաշտում մեկ այլ բան է, բայց հաշվի մեջ լինել Արջևում դա այլ խնդիր է։ Ղազարյանն էր այստեղ փորձում անցում կատարել չստացվեց, հիմա կրկին Ղազարյանն էր գնդակով փոխանցում կատարեց, չկար արդյոք ձեռքով խաղ այստեղ, ոչ չի արձանագրել մրցավարը ու կարողանում են այստեղ հեռացնել գնդակը Լիոնի ֆուտբոլիստները, դարպասապանն էլ դուրս եկավ ու վերցեց գնդակը, հեռացեց գնդակը, այստեղ Մակարյանը, հիմա Ղազարյանն է խլում կատարում, արգելակեց այստեղ Ղազարյանը ու շատ հաջող փոխանցում տեսանք դեպի Ձախեզեր։ Յուվեն կրկին գրոյի անցել, բայց այստեղ Ջուլակյանը կարողացավ գնդակը մի փոքր հեռացնել, ոչ այնքան հեռու չի ավարտվել Յուվենտուսի գրոհը։ Սերգեյ Ղազարյան հարված ու այստեղ նորից աչքի է ընկնում Լիոնի դարպասապա Արթուր Ղազարյանը հեռացնելով գնդակը ինչ է կատարվում իսկապես առայժմ փայլում է եւ իր բարձունքում է Լիոնի դարպասապա, բայց որքան կարող է դա անել, իսկ հիմա արագ պատասխանին հետևենք Լիոնի Սեթրակյանն է կրկին գրոյի անցել Աշիեզով, կա փոխանցումը, բայց այստեղ կարողացավ դարպասապա Մակարյանը վերցնել գնդակը, այո Մակարյանը այսօր տեղ է զբաղեցել Յուվենտուսի դարպասում, իհարկե նա նոմինալ դարպասապա չէ, բայց այսօր դարպասապայի բացակայության դեպքում ինքը տեղ զբաղեցել Յուվենտուսի դարպասում, հիմա կրկին գրոյեց այս ընթացքում Յուվեն, բայց Մանվել Այվազյանի հարվածը չստացվեց այնպես, ինչպես հաշվարկել էր խաղընկերը Արտուր Աճեմյանով կատարեց կրկին գեղեցիկ փոխանցում, բայց առայժմ գրավել Լիոնի դարպասը չի ստացվում Յուվեի մոտ։ Մարտիրոսյան Զաքարյանին ուղարկեց գնդակը։ Բայց այստեղ կրկին խլում են գնդակը Լիոնի ֆուտբոլիստները, Սեթրակյան պտտեցեց գնդակը ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը 2-0 Լիոնը արդեն կրկնապատկում է իր առավելությունը։ Վագնակ Սեթրակյան 2-0, այո, իսկապես շատ գեղեցիկ հարված ստացվեց այստեղ Սեթրակյանի կատարմամբ ու հիմա Յուվենտուսը հայտնվում է ավելի բարդ իրավիճակում։ Տեսնենք ինչ կփորձեն անել հիմա Յուվենտուսի ֆուտբոլիստները, Աճեմյան ուղարկում է գնդակը դեպի աջ, ստացավ պատասխան փոխանցումը։ Ու հիմա Մարտիրոսյանն է միացել գրոհին, ստանում է այստեղ Դավիթ Մարտիրոսյանը փոխանցումը, բայց հաջող կասեցում չկարողացավ կատարել Յուվենտուսի 7 համարը ու կրկին հիմա գնդակով Լիոնի Սեթրակյանն է սկսել իր թիմի հերթական գրող գեղեցիկ պատկաղարկում էր Սեթրակյան հասրեց այստեղ փոխանցում կատարել, բայց չկար խաղանկերներից ոչ ոքի, Աճեմյանի փոխանցումը դեպի Այվազյանը գեղեցիկ ստացվեց։ Մանվել Այվազյան տեսնենք ինչ որոշում կայացնի Այվազյանը առայժմ մնաց գնդակով։ Կարող է Աճեմյանը կրկին փոխանցել, ինչն էլ արեց Արտուր Աճեմյան հարված ուշեղությամբ է ստացվում Աճեմյանի կատարած հարվածը։
Կրկին Լիոնի ֆուտբոլիստներն են գնդակով, բայց այստեղ Մարտիրոսյանը փակեց գնդակի ճանապարհը։ Աչեմյան Յուվեն կրկին գնդակով է Աչեմյան, ուղարկեց գնդակը Զաքարյանի ուղղությամբ, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը ու Լիոնը կրկին հակագրոհի անցնում, բայց այստեղ թույլ ստացվեց Լիոնի ֆուտբոլիստի կատարած հարվածը, իհարկե սա այն հարվածը չէր, որը մենք տեսանք գոլի ժամանակ, ինչպես հեռլար հարվածով աչքի ընկավ Եգորյանը, Արթուր Աչեմյան գտավ Այվազյանին ձախ եզրում, Այվազյան վտանգավոր է, Այվազյան հարված ու այստեղ մի փոքր շեղությամբ ընթացավ Այվազյանի կատարած հարվածից հետո գնդակը։ Խորքից փոխանցում ենք տեսնում այստեղ Լիոնի ֆուտբոլիստը գնդակով, տվյալ դեպքում Տիգրան Սեդրակյանը, բայց ոչինչ անել այս դրվագում չհաջողվեց, հիմա նորից խլեց գնդակը Սեդրակյանը, բայց վերջին պահին պաշտպանը հեռացեց, աչ եզր է գալիս գնդակը, որտեղ փորձեց գնդակը պայել դաշտի սահմաններում Նարեկ Դավթյանը, բայց Աչեմյանը հաջող խլում կարողացավ կատարել ու սկսում է Յուվենտուսի հերթական գրողներից մեկը Աչեմյան, լավ էր նկատել Այվազյանին, բայց Ջուլակյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա Զաքարյանի փոխանցումը անցավ դեպի Այվազյանը, Պանվել Այվազյան, բայց այստեղ շատ տարվեց անհատական խաղով Այվազյան ու վերջին պահին պաշտպանը նրա ոտքի տակից հեռացեց գնդակը։ Աչ եզրով է հիմա էլ գրում Յուվեն, Աչեմյան դեպի կենտրոն փոխանցում տեսանք Նարեկ Մարտիրոսյան, ուղարկում է Դավիթ Մարտիրոսյանին գնդակը, Արթուր Զաքարյան, անցավ մրցակցին այստեղ Զաքարյանը, շատ լավ փոխանցում էր, բայց Այվազյան այստեղ չկարողացավ հաջող կասեցում կատարել, այլապես կմնար միայնակ այդ դիրքում։ Օրքից փոխանցում տեսանք, բայց այստեղ առաջինը կրկին Յուվենտուսի ֆուտբոլիստներն են, Զաքարյան, դեպի Մարտիրոսյաններ փոխանցում կատարում Զաքարյանը չանցավ գնդակը, բայց այստեղ ոչինչ ձեռնարկել չկարողացան Յուվենտուսի ֆուտբոլիստները, այո Լիոնը լավ է առայժմ պաշտպանվում, ճիշտ է բացեր կան պաշտպանությունում, բայց դա առայժմ այդ բացերից չի կարողանում օգտվել Յուվենտուսը, հիմա միգուցե Մարտիրոսյանը կրճատի հաշիվը ինչ-որ գեղեցիկ կերպով արեց Աչեմյանի փոխանցումից հետո 2-1 հանդիպման ինտրիգը կրկին վերականգնվում է, քանի որ հաշվի տարբերությունը ընդամենը 1 գնդակ է։ Դավիթ Մարտիրոսյան 2-1 այո իսկապես գեղեցիկ եզրափակում տվեց Աչեմյանի կատարած փոխանցումին Մարտիրոսյանը ու հիմա արդեն Յուվենտուսը իհարկե էլ ավելի կփորձի մեծացնել իր առավելությունը խփած գնդակից հետո Սեդրակյան, հիմա Լիոնի պատասխան գրոհին ականատես լինենք, Սեդրակյան անցավ այստեղ մեկ մրցացի, երկրորդ անգամ չստացվեց նույն բանն անել, Աչեմյան ուղարկեց դեպի ձախ գնդակը Մարտիրոսյանն է հիմա գնդակով ու գրոհի շատ գեղեցիկ տեղափոխություն տեսանք դեպի աչ Նարեկ Մարտիրոսյան Աչեմյանին ուղարկեց գնդակը, կրկին Մարտիրոսյանն է ստանում խաղարկելով Աչեմյանի հետ ու արդեն աստիճանաբար Յուվենտուսը մրցակցի տուգանային հրապարակին է մոտենում Աչեմյան Զաքարյանին նկատեց ձախ եզրում և հետ փոխանցում տեսանք այստեղ Սերգեյ Եսայան շատ լավ նկատեց Մարտիրոսյանին տեսնենք հիմա
Այս գրոհ ինչ կտա Յուվենտուսին, Աչեմյան ուղարկում է գնդակը Զաքարյանին, առայժմ միայն խաղարկումներ է կատարում Յուվենտուսը, դեռ այս գրոհների ընթացքում հարված չտեսանք գոլ խփելուց հետո մրցակցի դարպասի ուղղությամբ, այո, վերջին հարվածը եղել է Մարտիրոսյանին, ով շատ դիպուկ գտնվեց մոտ տարածությունից ու կարողացավ գտնել ցանցը։ Դեպի Այվազյաններ ուղղված այս փոխանցումը, բայց Ջուլակյանը հեռացնում է գնդակ ու կտեսնենք եզրային նետում։ Սերգեյ Ղազարյան կրկին Մարտիրոսյանի հետ խաղարկեց, Զաքարյանն է ստանում գնդակը, Մանվել Այվազյան, Աչեմյան գուցե հերվից փորձի Աչեմյանը արգելակեց այստեղ, հիմա է հարվածում ու այստեղ գնդակը մի փոքր բարձր ընթացավ Աչեմյանի կատարած հարվածից հետո։ Փոփոխություն տեսանք հիմա երկու թիմերի կազմում էլ ու տեսնենք նոր խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել։ Հիմա Յուվեի կազմում հանդիպումը Մարտիրոսյանի փոխարեն կշարունակի Լորդանյանը։ Եսայան դեպի Այվազյանը փոխանցում ենք տեսնում։ Շրջվեց այստեղ Մանվել Այվազյանը, Աչեմյան հասցրեց Լորդանյանին ուղարկել, առաջին հպումը Լորդանյանի խաղադաշտ մտնելուց հետո ու ինչ է այստեղ դուրս էր արդյոք եղել ձեռքով խաղը, թե տուգանային հրապարակի ներսում, կարծում եմ կդիտի մրցավարը այնուամենայնիվ դրվագի կրկնապատկերը հասկանալու համար, կար արդյոք 11 մետրանոց հարված թե ոչ, բայց կարծես տուգանային է նշանակել։ Կդիտի, ոչ, այնուամենայնիվ կդիտի կրկն։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու մնում է իր որոշմանը, չկար 11 մետրանոց հարված, տուգանային է նշանակում Լեոնի դարպասի ուղղությամբ, այո, ձեռքով խաղ եղել էր, բայց տուգանային հրապարակից դուրս էր եղել ձեռքով խաղը, բայց շատ վտանգավոր ու մոտ է հիմա դիրքը հարված կատարելու համար։ Մանվել Այվազյանն է գնդակի մոտ։ Տեսնենք ինչպիսի հարված կընթանա դարպասի ուղղությամբ, շատ հարմար է հիմա Այվազյանի դիրքը, կա մրցավարի սուլիչը Մանվել Այվազյան, բայց շատ բարձր հարվածեց Այվազյանը այս դիրքից ու հիմա հարված կլինի Լեոնի դարպասից։ Այո, իսկապես շատ լարված հանդիպում է ընթանում, ընդամենը մեկ գնդակ է հիմա Յուվենտուսին բաժանում հաշվի հավասարությունը վերականգնելուց, դեռ իհարկե առաջին խաղակեսը չի ավարտվել ու մի ամբողջական երկրորդ խաղակեսը դու են իրենց տրամադրության տակ Յուվենտուսի ֆուտբոլիստները, բայց Յուվենտուսը իհարկե ինչու եմ այսքան շեշտում այս թիմի անունը, քանի որ իհարկե բնականաբար նա պայքարում է ինչպես Լիոնը play-off դուրս գալու համար, մասնավորապես խմբային փուլը ավարտել առաջին ութնյակում, ինչի համար արդեն լուրջ հիմքեր կատարել է Յուվենտուսը առաջին երկու տուրում հաղթանակ տանելու համար, իսկ Լիոնը իհարկե կրել է մեկ պարտություն արդեն ու ետ է առաջատարներից, բայց իհարկե 16 տուր դեր ունի իր առջևում անցկացնելու Լիոնը եւ ամեն ինչ կտրուկ հնարավոր է փոխվի։ Աչեմյան գտավ Այվազյանին, ստացավ պատասխան փոխանցում ու գրոհի տեղափոխություն դեպի Ղազարյանը, բարձից փոխանցում ենք տեսնում, վտանգավոր է, բայց այստեղ Լորդանյանի փոխանցում ուժեղ ստացվեց։ Լիոնի պաշտպաններն հեռացին գնդակը, կտեսնենք հիմա։ Կարծես թե անկյունային արված է նշանակել մրցավարը։ Որը կիրասնի Յուվենտուսը։
Այո, անկյունային նշանակված է ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Յուվենտուսի ֆուտբոլիստներին կա փոխանցումը բայց այստեղ առաջինը Լիոնի ֆուտբոլիստը արձագանքեց գնդակին չի ավարտվել Յուվեի գրո եւս մեկ անկյունային կհետևի Լիոնի դարպասի ուղղությամբ այո այստեղ հասցրեց վերջին պահին Լյուդվիգ Ադամյանը գլխով հեռացնել գնդակը Ղազարյան բարձից փոխանցում ինչը կատարվում այստեղ չհետևեց հարվածից դարպասապահնել ապահովության համար հեռացեց գնդակը կրկին գնդակը կլինի Յուվենտուսի մոտ Աչեմյանն է Արագորեն խաղարկում գնդակը խաղընկերոջ հետ ու այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում արագորեն խաղարկեց Մարտիրոսյանը գնդակը Աչեմյանի հետ Զաքարյան միացեց գրոին Մանվել Այվազյանին տեսնենք Այվազյան արգելակեց ու պահեց գնդակի իր մոտ Հիմա հետ փոխացում ենք տեսնում դեպի Աչեմյան ու գրոյի տեղափոխություն Նարեկ Մարտիրոսյանի ուղղությամբ հերվից հարվածում է Մարտիրոսյանը բայց բարձր ընթացավ Մարտիրոսյանի կատարած հարվածից հետո գնդակը Տեսնենք Օրքից փոխանցումը կա Սեթրակյան Շտացվեց այստեղ ոչինչ անել Սեթրակյանի մոտ այս դրվագում իհարկե նա շատ բարդ իրավիճակում էր իսկ հիմա խաղի կանոնների խախտում կար Եսայանի դեմ պայքարում Արագ խաղարկեց Յուվեն գնդակ ու հիմա արդեն շտապում են առաջի կեսը մոտենում է ավարտին եւ Յուվեն բնականաբար փորձում է մինչ ընդմիջման գնալը վերական գնել հաշվի հավասարությունը Աչեմյան կատարեց փոխանցում Ղազարյանին ստացավ պատասխան փոխանցում Արթուր Աչեմյանը Մարտիրոսյան եւ ուղարկում է գնդակը Լորդանյանի ուղղությամբ կրկին Մարտիրոսյան Զաքարյանը ստացավ գնդակը թողեց Եսայանին վերջինս արդեն տեսեք գրեթե ողջ կազմով Յուվենտուսը մրցակցի կիսադաշտում է Մարտիրոսյան Այվազյան Սերգեյ Ղազարյան պետք է փորձել հերվից Ղազարյան չստացվեց այստեղ փոխանցումը հաջող կատարել իհարկե կարծում եմ Ղազարյանի հարվածներին լավ տեղյակ եք ովքեր հետևում են Յուվենտուսի հանդիպումներին եւ եթե կատարել այս հերու տարածությունից Արված Ղազարյանն իհարկե որևէ վտանգ կսպառնար Լիոնի դարպասի ուղղությամբ բայց որոշեց այս դրվագում փոխանցում կատարել ինչը մի փոքր Անհաջող ստացվեց Կա մրցավարի սուլիչը ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ բայց այստեղ կրկին Զաքարյանը առաջինը արձագանքեց գնդակին Մանվել Այվազյան Աչեմյան ու գրոյի տեղափոխություն դեպի Աչ հիմա ձախ կողմով է անցել գրոյ Յուվենտուսը Լորդանյան գեղեցիկ է Լորդանյան հարված ու այստեղ պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը եթե չեմ սխալվում հենց թիմի ավակ Ջուլակյանն էր հայտնվել այս իրավիճակում եւ իսկապես մեծ գործողություն կատարեց Ջուլակյանը այլապես հերավոր անկյուններ ուղարկում գնդակը Լորդանյան իսկ հարվածը շատ նպաստավոր ու վտանգավոր էր ստացվել եթե Ջուլակյանը ցածկեր գնդակի առջև ապա կարող ենք մենք հիմա հավասարություն տեսնել հաշվի մեջ հիմա երրորդ տեմպով նույնիսկ գրո Յուվենտուսը Եսայանն է շարժվում առաջ Միացեց գրոյին Մարտիրոսյանին բայց այստեղ փոխանցումը հաջող չէր ու կրկին գնդակը վերադարձեց Յուվենտուսը Դավիթ Մարտիրոսյան Զաքարյան Ստացվեց անցում կատարել հարված բայց փակում են այստեղ Զաքարյանի կատարած հարվածի ճանապարհը Եսից հիմա կնետի Յուվենտուսը Մարտիրոսյանը խաղարկեց գնդակը Զաքարյանի հետ փոխանցում դեպի Արթուր Աչեմյանը Աչեմյան հերվից հարվածի փորձում այստեղ կրկին փակվեց հարվածի ճանապարհը Այվազյանն էլ լավ չընդունեց հարված կատարելու համար բայց գնդակը կմնա Յուվենտուսի մոտ այո
2 րոպեից մի փոքր քիչ խաղաժամանակ է մնացել հիմա առաջի կեսի ավարտին ու Յուվենտուսը գրեթե ողջ կազմով ներդվել է առաջ հանդիպման հաշվի հավասարությունը վերականգնելու համար Զաքարյան գտավ Մարտիրոսյանին, բայց հաջող չստացեց Մարտիրոսյանի մոտ ընդունել գնդակը կրկին կնետի եզրից Յուվենտուսը Աճեմյան ուղարկում է գնդակը Զաքարյանին Տեսնենք վերջին գրոներից մեկը առաջի խաղակեսում Յուվեի կատարմամբ Եսայան կատարեց փոխանցում դեպի ձախ Աճեմյանն էլ մեկ հպումով գրո տեղափոխեց աչեզում գտնվող Մարտիրոսյանի ուղղությամբ վտանգավոր է Զաքարյանը հարված ու այստեղ փակվեց գնդակի ճանապարհը կրկին պաշտպանների կողմից անկյունային կիրացնեն Յուվենտուսի ֆուտբոլիստները Իսկապես շատ գեղեցիկ ու արագ գրո կարողացավ կատարել Յուվենտուսը մեկ հպումով Աճեմյանը սկսեց իր թիմի գրոհը, բայց վերջի պահին եզրափակումը չստացվեց Յուվենտուսի մոտ այնպես ինչպես արկներ։ Հիմա անկյունային քաղաքի Դավիթ Մարտիրոսյանը կա փոխանցումը ու այստեղ կրկին պաշտպանը առաջինն է արձագանքում գնդակին Լեոնի պաշտպանի մասին է խոսքը Զաքարյան երկրորդ տեմպով է ընթանում գրոհը Ամվել Այվազյան հարվածը չկա ու այստեղ փորձ է ցանցում կատարել Այվազյանը չստացվեց եւ Լեոնի արագ պատասխանն ենք տեսնում 3-1-ի դիմաց ներդրում են առաջ Լեոնի ֆուտբոլիստները վտանգավոր է բայց այստեղ Աճեմյանը հասցրեց հեռացնել գնդակը ու Լեոնի ֆուտբոլիստը կարծես վնասված է ստացել տեսնենք հիմա ինչ է պատել Այգ Հակոբյանին իսկապես գեղեցիկ անցումներ սկսեց Հակոբյանը պաշտպանությունից ինքն էլ փորձեց եզրափակել գրոհ, բայց ստացվեց այնպես, որ նախ հաղթեց խաղի կանոնները հենց Աճեմյանի այդ պայքարումից։ Եթե չհասներ Աճեմյանը այստեղ մրցակցին, ապա մենք կարող ենք իսկապես այլ հաշիվ տեսնել լուսադաղթակի վրա, քանի որ արդեն Հակոբյանը պատրաստ է հարված կատարելու եւ շատ հարմար է դարպասը գրավելու համար նրա դիրքը։ Այվազյան թողեց գնդակը Զաքարյանին ստացավ պատասխան փոխանցումը ուղարկեց գնդակը Աճեմյանի ուղղությամբ Աճեմյանի փոխանցումն էլ լավն էր, բայց Մարտիրոսյանը չհասցրեց արձագանքել գնդակին ու առաջին խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 2-1 հաշվով կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներ, մենք կրկին վերադառնում ենք միասին դիտելու Յուվենտուս ընդդեմ Լիոնի Winter Cup-ի շրջանակներում ընթացող հանդիպման երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո հանդիպման հաշվը 2-1 է օգուտ Լիոնի ֆուտբոլիստերին նախ կարողացավ Եգորյան հեռարարվածով բացել հանդիպման հաշիվը, հետո Սեթրակյանը կրկնապատկեց Լիոնի առավելությունը, իսկ Դավիթ Մարտիրոսյանը րոպե նրանց կրճատեց հաշվի տարբերությունը ու թիմերը գնացին ընդմիջման 2-1 հաշվի պարագայում։ Հիմա տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն անել երկու թիմերն, էլ առաջին հերթին խոսքը վերաբերվում է Յուվենտուսին, ով պարտվողի կարգավիճակում է այս պահին։ Իսկապես առաջի կեսում բավական մեծ ու ակնհայտ է Յուվենտուսի առավելությունը, բայց սա ֆուտբոլ է եւ հիմա մենք տեսնում ենք այլ հաշիվ, իհարկե Լիոնը շատ լավ օգտվեց իր հակագրոհներից ու կարողացավ երկու դրվագում էլ աշկի ինքն էլ եկեք արագորեն եւս մեկ անգամ հայացք նետենք թիմերի հայտարարություններին, սկսենք Լիոնից Արտուր Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Պապկեն Աբրահամյան համար 3, Ռուդիկ Եգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Նարեկ Դացյան համար 7, Լյուդվիկ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրահամյան համար 9, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11, Ռոման Ջուլակյան համար 13, ով թիմի ավագն է, Վահագն Խաչատուրյան համար 17, Կիմ Մինասյան համար 20 եւ Արթուր Ասոյան համար 21։ Հիմա տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Յուվենտուսի ֆուտբոլիստները, որից հետո նաև կծանոթացնեմ Յուվեի կազմը։ Ամվել Այվազյանն է գնդակի մոտ, կամ մրցավարի Սուլիչը Այվազյան ուղարկեց գնդակը Աճեմյանին, բայց այստեղ մրցակիցը կրայել է Այվազյանի մտահղացում։ Հիմա Մարտիրոսյանն է գնդակով ուղարկեց Աճեմյանին, Հերվիցի Աճեմյանը հարվածում, Սերգեյ Ղազարյան ու այստեղ ստացվեց Ղազարյանի հարվածը, շատ լավ հնարավորություն հիմա կորցնին Յուվեի ֆուտբոլիստները եւ այսպես դարպասը Արամ Մակարյանն է պաշտպանում Յուվենտուսի համար 1, Արթուր Զաքարյան համար 4, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, ով արդեն դարձել է գոլի հեղինակ այս խաղում իր թիմի կազմում, Ամվել Այվազյան համար 9, Արտուր Աճեմյան համար 10, Սերգեյ Եսայան համար 11, Գևորգ Լորդանյան համար 12 եւ Սերգեյ Ղազարյան համար 55։
Հիմա հարված կտեսնենք Լիոնի դարպասից, դարպասապա Ղազարյանն ուժեղ հարվածով գնդական վարկում առաջ, բայց այն բաժին ասավ Յուվեի ֆուտբոլիստին ու հիմա արդեն Յուվենտուսի արագ պատասխանին ականացած լինենք։ Մանվել Այվազյան հարված, բայց փակվեց Այվազյանի հարվածի ճանապարհը։ Լորդանյանն է ստանում գնդակը աչի եզում ու վաստակում եզրային նետման հնարավորություն։ Տեսնենք այս եզրային նետում ինչպես քահարկի Յուվենտուսը Սերգեյ Ղազարյանը կատարի նետումը երկար փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց դարպասապա Ղազարյանը տեղում էր ու վերցրեց գնդակը, նկատել էր այստեղ Ղազարյանը Յուվենտուսի դարպասապա Արամ Մակարյանի առաջխաղացում ու փորձեց հեռվից գրավել դարպասը, բայց հարվածը դիպուկ չստացվեց այստեղ։ Դավիթ Մարտիրոսյան ուժեղ էր փոխանցումը, բայց Աչեմյանը չհասցրեց գնդակը այստեղ պահել դաշտի սահմաններում։ Ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ, այստեղ կրկին հակագրով է փորձում կազմակերպել Լիոնը ու այստեղ խլեց գնդակը Լիոնի ֆուտբոլիստը, բայց հարված կատարելու հնարավորություն չտվեցին այս դրվագում։ Ղազարյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Սերգեյ Ղազարյանն է առաջին արձագանքում գնդակին ու գնդակը դուրս հանում դաշտի սահմաններից։ Չի խաղում մրցավար։ Կատարված է եզրային նետումը։ Սեթրակյանը պահեց գնդակի իր մոտ, բայց բարձր է ստացվում այստեղ Սեթրակյանի փոխանցումը ու կտեսնենք եզրային նետում։ Այվազյան թողեց գնդակը Արթուր Աչեմյանին ու շարժվում է առաջ Յուվենտուսը։ Աչեմյան լավն էր անցումը, բայց այստեղ փոխանցման առաջինը արձագանքեց Լիոնի պաշտպանը։ Երկրորդ տեմպով է գրում Յուվեն Մարտիրոսյան, կրկին Աչեմյանին է թողնում գնդակը, Աչեմյանն ուղարկում է Սերգեյ Ղազարյանի ուղղությամբ։ Ղազարյանը հեռվից հարված, բայց բարձր է ստացվում Ղազարյանի կատարած հարվածը։ Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ կրկին Յուվեի ֆուտբոլիստներն են տիրում գնդակին ու սկսում իրենց հերթական գրոններից մեկը Սերգեյ Ղազարյան կա փոխանցում Այվազյանի ուղղությամբ, Զաքարյանն է ստանում կենտրոնում գնդակը, Աչեմյան, բայց այստեղ չանցավ Աչեմյանի կատարած փոխանցումը, չնայած գնդակով կմնա Յուվենտուսը։ Արագորեն խաղարկեց Մարտիրոսյանը Զաքարյանի հետ գնդակը, Զաքարյանն էլ այստեղ փոխանցում կատարեց, բայց փակվեց գնդակի ճանապարհը Լիոնի դարպասին ընթացող փոխանցման ճանապարհը Լիոնի ավակը Ջուլակյանը Սերգեյ Ղազարյան չհասավ այստեղ գնդակին ու կրկին նետվում է առաջ հակագրող կազմակերպելու Լիոնը Սեդրակյան Փոխանցումը կա, հարված է տեսնում ու այստեղ բրկեց առաջինն ու երկրորդ դրվագում նույնպես Յուվենտուսին դարպասապահ Արամ Մակարյանը ուզում էի ասել արդեն հաշիվը 3-1 է դարձնում Լիոնի հարձակվողը, բայց ինչ ռեակցիա ցուցաբերեց այստեղ Յուվենտուսի դարպասապահ Մակարյանը, հատկապես երկրորդ դրվագում բրավո Մակարյան։ Եթե իսկապես չցածկեր Մակարյանը հիմա արդեն Լիոնը կրկին կստանար երկու գնդակի առավելություն, հիմա նորից Մակարյանն է հեռացնում գնդակը ու կարող է Յուվեն արագ հակագրող կազմակերպել Մարտիրոսյան նետեց գնդակը Սերգեյ Ղազարյանի ուղղությամբ, բայց այստեղ Լիոնի պաշտպանն էր առաջինը ասավ գնդակին, Աչեմյան, Սերգեյ Ղազարյան շրջվեց, թիկունքով էր դարպասին Ղազարյանը, բայց չի ավարտվել Յուվեի գրով, Աչեմյան հեռվից է հարվածում պաշտպանի վրա ընդունում գնդակը,
Սեթրակյանն էլ այստեղ փորձեց անցում կատարել չստացվեց։ Հիմա արդեն միայնակ է մնացել Սեթրակյանը Մակարյանի դիմաց, բայց շտապում է։ Շտապեց Սեթրակյանը կարող է ավելի մոտենալ դարպասին, իհարկե համաձայն եմ նաև նրա հետ այն պարագայում, որ Եսայանը ճնշում էր թիկունքից, բայց իհարկե Սեթրակյանը կարող է ավելի լավ հարվածի հնարավորություն ստանալ։ Տորդանյան Պրեսինգ էր գնացել Լիոնը, բայց չստացվեց այստեղ խլել գնդակը մրցակցից ու Ղազարյանը սկսում է Յուվեի հերթական գրոններից մեկը Զաքարյան շարժվում է առաջ Յուվենտուսի 4 համարը գնդակով այստեղ թիկունքից փորձեց խանգարել մրցակիցը, բայց չստացվեց Աչեմյան լավ գործեց այստեղ Արտուր Աչեմյանը, բայց Այվազյանը չստացավ հարվածի հնարավորություն, հիմա էլ Մարտիրոսյանի փոխանցման ճանապարհը փակվեց, իսկ Աչեմյանը այստեղ թույլ չի տալիս, որպեսզի Լիոնը արագ հակակրող կազմակերպի, գեղեցիկ էր, Սերգեյ Ղազարյան հարված պաշտպանի վրա ընդունեց գնդակը ու կտեսնենք ևս մեկ անկյունային Լիոնի դարպասի ուղղությամբ։ Արագորեն խաղարկեց գնդակը Յուվենտուսը Աչեմյան հարված է կատարում, բայց կրկին բարձր է ստացվում Աչեմյանի կատարած հարվածը։ Փոփոխություն տեսանք այստեղ Յուվեի կազմում Աչեմյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Նարեկ Մարտիրոսյանը 6 համարով ու հիմա տեսնենք անկյունայինի հնարավորություն են վաստակել Լիոնի ֆուտբոլիստները Ցածից փոխանցում հետևեց շեղությամբ ստացվեց այստեղ փոխանցումը Սեթրակյանի կատարած ու Յուվեն կրկին սկսում է իր գրոներից մեկը Զաքարյան թողեց գնդակը Սերգեյ Ղազարյանին կրկին Զաքարյանն է ստանում գնդակ ուղարկելով Մարտիրոսյանի ուղղությամբ Եսայան բայց այստեղ Զաքարյանի անցումը չստացվեց չնայած գնդակը մնաց Զաքարյանի մոտ Սերգեյ Ղազարյան կրկին Զաքարյանն է ստացել գնդակ ու շարժվում է առաջ ուղարկեց գնդակը Այվազյանին վտանգավորը Մանվել Այվազյան չտեսանք հարված տեսանք փոխանցում հարվածը հիմա ենք տեսում ու Մարտիրոսյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 2-2 2-2 այոն Արեգ Մարտիրոսյանը հավասարեցնում է հանդիպման հաշիվը Այվազյանի կատարած փոխանցումից հետո հիմա տեսնենք իսկապես հասունացել է արդեն Յուվենտուսի այս թփած գնդակը երկրորդ խաղակեսում գրեթե բացի այն դրվագից երբ Սեթրակյանը կարող էր դարպասապայի հետ միայնակ մնացած հնարավորությունը օգտագործել Յուվեն մրցակցին հնարավորություն չէր տվել Այվազյան ստացվեց անցնել այստեղ երկու մրցակցի թողեց գնդակը Զաքարյանին հերվից հարված ու այստեղ Լիոնի պաշտպանը իր վրա ընդունեց գնդակը հիմա Լիոնն է փորձում հակագրող կազմակերպել բայց Արամ Մակարյանը դա թույլ չտվեց ես իսկ նետեն Լիոնի ֆուտբոլիստները Ադամյանն է ուղարկում գնդակը Տիգրան Սեթրակյանին Աբրահամյան
Այստեղ պայքարում է գնդակի համար Լյուդվիգ Ադամյանը ուղարկեց գնդակը Հակոբյանի ուղղությամբ, հիմա էլ Սեթրակյանն է հարվածում դարպասին, բայց դարպասապա կարողացավ ոտքով հեռացնել գնդակը Ջուլակյան փոխանցում առաջ, բայց այստեղ էլ չանցավ Ջուլակյանի կատարած փոխանցումը Յուվեն կրկին նետվում է առաջ Այվազյան չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ոչ, չէր տեսել խախտում այստեղ մրցավարը Եգորյան դեպի Սեթրակյանը փոխանցում ենք տեսնում Գրոն է միանում Ադամյանը չկատարեց Սեթրակյանը փոխանցում արվածեց ու այստեղ Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Լորդանյան թողեց գնդակը Զաքարյանին ստացավ պատասխան փոխանցումը Գեղեցիկ պատխաղարկում էր Մարտիրոսյան Մանվել Այվազյան Շատ արագ հակագրոհ է կազմակերպում Յուվենտուսը գեղեցիկ կոմբինացիաների շնորհիվ ու առաջացնում հաշվում է 3-2 3-2 Արեգ Մարտիրոսյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց ու գեղեցիկ իսկապես պատ խաղարկումներով սկսեց Յուվենտուսը այս հակագրոհ ու հասցրեց տրամաբանական ավարտին։ Հիմա արդեն այս խաղում առաջին անգամ Յուվենտուսը հայտում է հաղթողի կարգավիճակում։ Եթե կարողանա Յուվենտուսը այս խաղից հետո լքել խաղադաշտը 3 միավոր վաստակած իհարկե սա կարելի է կամային հաղթանակ տանել բնականաբար պարտվում են 2-0 հաշվով, բայց վերադարձան խաղում հիմա առաջ են հաշվի մեջ 3-2 հաշվով, հիմա դարպասապանը դուրս եկել դարպասից ու կանգ առեց Լորդանյանին հարված կատարելու գործում, հեռացեց գնդակը Ղազարյան թողնում է գնդակը Մարտիրոսյանին, գրոհի տեղափոխություն դեպի Դավիթ Մարտիրոսյանը, ձախ եզր Աճեմյան կրկին Մարտիրոսյանի հետ խաղաց Նարեկ Մարտիրոսյան Աճեմյան կրկին Մարտիրոսյան բայց այս փոխանցում ուժեղ էր այո այսօր Յուվենտուսի կազմում դեռ Մարտիրոսյաններն են միայն աչքի ընկել նախ Դավիթ Մարտիրոսյանը առաջին գնդակը հեղինակեց հետո էլ Նարեկ Մարտիրոսյանը գրանցեց դուբլ իր անվան դիմաց այստեղ Աբրահամյանն էր պայքարում գնդակի համար ու կարծես վաստակ է ստուգանային արվածի հնարավորություն Տեսնենք այս ստանդարտ ինչպես խաղարկի Լիոնը, Սեթրակյանն է գնդակի մոտ կա մրցավարի սունիչը Սեթրակյան ծածից է հարվածում այստեղ, բայց չհասավ գնդակը դարպասին, Աճեմյանն էլ ուղարկեց գնդակը Մանվել Այվազյանի ուղղությամբ Այվազյան բայց այստեղ չստացվեց Այվազյանի փոխանցումը ու հիմա Լիոնը սկսում է հերթական գրոններից մեկը Աբրահամյան պետք է արդեն մտածեն Լիոնի ֆուտբոլիստները շտապելու մասին, քանի որ այս խաղում առաջին անգամ հայտնվել են պարտվողի կարգավիճակում Եգորյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի Սեթրակյանը Սեթրակյանն էլ հարվածեց ու այստեղ միայն վերջին պահին պետք էր շեղել գնդակի ուղղությունը, որպեսզի գրավել դարպասը, բայց դա տեղի չունեցավ ու հաշիվը մնում է անփոփոխ, փրկվեց այս իրավիճակում իսկապես Յուվենտուսը, քանի որ Սեթրակյանի կատարած հարվածը դեպի դարպասը արդեն ինքնին վտանգ է ներկայացնում եւ եթե լիներ մեկով կարողանար այդ դրվագում շեղել նրա կատարած հարվածը, ապա կարող էր գնդակը հայտնվել ցանցում։ Ես իսկ կնետեն Յուվենտուսի ֆուտբոլիստները, Սերգեյ Ղազարյան ուղարկեց գնդակը Մարտիրոսյանին, Արթուր Աճեմյան
շատ գեղեցիկ անցում կատարեց այստեղ Աչեմյանը շարժվում է առաջ զարգացնելով իր թիմի հերթական դրոններից մեկը, բայց այստեղ շատ տարվեց անհատական խաղով ու կորցրեց գնդակը Աչեմյանը։ Հիմա Լիոնի պատասխանին ենք տեսնում, բայց Զաքարյանը այստեղ կարողացավ չեզոքացնել վտանգը։ Իսկ հիմա էլ կորցեց գնդակը հենց նույն Զաքարյանը եւ ես իսկ կնետեն Լիոնի ֆուտբոլիստները, այո, հանդիպումը մոտենում է ավարտին։ 5 րոպեից մի փոքր ավել խաղաժամանակ է մնացել մինչ հիմնական ժամանակի ավարտը հանդիպման ու տեսնենք այս րոպեները, այս հույսի րոպեները ինչ կտան Լիոնին։ Աչեմյանը անցում կատարեց ու շարժվում է առաջ Աշիեզով, կա Այվազյանը, բայց ուժեղ է Աչեմյանի կատարած փոխանցումը այստեղ։ Եթե հարմար փոխանցում կատարել Աչեմյանը մի փոքր ավելի քան նա կատարեց, իհարկե Այվազյանը կարող էր հիմա կրկնապատկել Յուվենտուսի առավելությունը, բայց դա տեղի չունեցավ։ Սեթրակյան ստացվեց անցում կատարել, բայց Լորդանյանը միջև վերջ պայքարեց ու հետո էլ խախտեցին խաղի կանոնները Լիոնի ֆուտբոլիստները։ Մարտիրոսյան կա փոխանցումը դեպի Այվազյանը ու խախտեց այստեղ Հակոբյանը խաղի կանոնները Այվազյանի դեմ պայքարում, այո։ Արագորեն էլ Յուվեն խաղարկեց գնդակ ու կորցրեց, հիմա հենց Հակոբյանն է գնդակով ուղարկում է գնդակը Աբրահամյանին դեպի Սեդրակյանը փոխանցում, բայց Դավիթ Մարտիրոսյանը հաջող խլում է կատարում ու ուղարկում գնդակը Այվազյանին, բայց ինչու այսքան հեռու թողեց գնդակը իրենից Այվազյանը։ Եթե կրկին փոխանցումը հետևեր դեպի Դավիթ Մարտիրոսյանը, ապա դատարկ դարպաս այս դրվագում կարող էր գրավել Մարտիրոսյանը, բայց որոշեց Այվազյանը ինքն էլ եզրափակել գրոհ ու ուժեղ փոխանցում կատարեց։ Հիմա էլ Մարտիրոսյանի փոխանցումը այլ ուղղությամբ ստացվեց։ Արված կլինի Լիոնի դարպասից արագորեն խաղարկում են գնդակը լիոնցիները Եգորյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում պաշտպանի դեմ պայքարում Լիոնի արձակվողի կողմից, այո, թիկունքի ցրեց մրցակցին Վաղինակ Սեթրակյանը, ոչ ներողություն Մինասյանն էր այդ դրվագում։ Ու հիմա գնդակը կրկին Յուվենտուսի մոտ է Լորդանյան, Մանվել Այվազյան, Զաքարյանին ասցիագեց գնդակը, Արտուր Աչեմյան վտանգավոր է, Աչեմյան, բայց այստեղ գնդակը չհայտնվեց դարպասում, հիմա էլ Զաքարյանն է արվածում, Աչեմյանն է արվածում կրկին ու չկա դարպասի գրավում, հաշիվը մնում է անփոփոխ։ Այո, որքան լավ գործեցին այս դրվագում Լիոնի պաշտպանները, հատկապես Աչեմյանի առաջին կատարած հարվածի ժամանակ, երբ ոչինչ չէր խանգարում գնդակը հայտնվեր դարպասում, բայց վերջի պահին պաշտպանը շեղեց գնդակի ուղղությունը, հիմա կա խաղի կանոնների խախտում Լիոնի ֆուտբոլիստի դեմ պայքարում եւ տեսնենք հայ ստանդարտը ինչ կտա Լիոնին։ Հիմա Ղազարյանը ստացավ դեղին կարտ։ Կա մրցավարի սուլիչը Եգորյանն է գնդակի մոտ ուղարկեց գնդակը Սեթրակյանին, վտանգավոր է, հարված ենք տեսնում դարպասի ուղղությամբ, բայց այստեղ շեղությամբ ստացվեց վերջին կատարած հարվածը, լավ խաղարկում էին մտածել Լիոնի ֆուտբոլիստները, բայց Կիմ Մինասյանի կատարած հարվածը անհաջող ստացվեց։ Հիմա կա մրցավարի սուլիչը, խաղարկում են պաշտպանությունում գնդակը Յուվեի ֆուտբոլիստները եւ դեպի առաջ փոխանցում հետևեց Մարտիրոսյանի կողմից, այստեղ կրկին վերականգնեց Լիոնը գնդակը, Եգորյան ուղարկում է գնդակը Ջուլակյանին, վերջինս թողեց խաղընկերոջը, բայց այստեղ Յուվեի պաշտպանները
իրենց տեղում են Սեթրակյան, Աչեմյանն է պայքարում նրա դեմ ու խլեց գնդակ այստեղ Արթուր Աչեմյանը մրցակցից Աչեմյան գեղեցիկ գործողություն էր Աչեմյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի Լորդանյանը վտանգավոր է Լորդանյան եւ ում էր ուղված այս փոխանցումը առայժմ ոչ ոքի Սերգեյ Ղազարյանը արված ու պաշտպանը հագեց գնդակի ճանապարհը անկյունային կիրասի Յուվենտուսը Խաղարկել է Ղազարյանը գնդակը Լորդանյանի հետ ստանում պատասխան փոխանցումը բայց Ղազարյանի կատարած փոխանցումից հետո գնդակը բաժին ասավ դարպասապա Արթուր Ղազարյանին ով ուժեղ հարվածով գնդակ տուղարկում է առաջ այստեղ էլ Մարտիրոսյանն է հաջող գործում եւ հենց իրենից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Այո, եթե on-line տարբերակով նայենք մրցաշարային աղյուսակին, ապա Յուվեն վաստակում է իր հերթական 3 միավոր ու հավասարվում առաջադրաններ Վոլֆորդին եւ Նյուքասլին, իհարկե նրանց կարող է հասնել նաեւ Մանչեսթեր Սիթիով իր հանդիպումը կանցկացնի մի քանի օր անց եւ միայն այս թիմերը կունենան, եթե Սիթին իհարկե հաղթանակ տանի 4 թիմներ կունենա 3-ական անցկացած հանդիպումից հետո վաստակած 9 միավոր Աբրահամյան փոխանցում դեպի առաջ չանցավ այստեղ գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստից Մանվել Այվազյան չի ստացվում գրավել դարպասը եթե հիմա հասնի հաջողության Յուվենտուսը ապա 3 միավորը արդեն վաստակած կարելի է համարել Իզակայանը ապահովում է թիմի 3 միավորը այս խաղում գրավելով Լիոնի դարպասը 4-2 Այո, երկրորդ դեղին քարտով նաև հեռացեց խաղադաշտից Լիոնի ավակ Ջուլակյանը ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց 4-2 Յուվենտուսի հաղթանակով Յուվեն այո վաստակեց իր հերթական 3 միավորը ու ունի 3 անցկացած հանդիպումից հետո վաստակած իր ակտիվում 9 միավոր այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը կարճատև դադար որից հետո կվերադառնանք միասին դիտելու AFL-ի հերթական հանդիպումներից մեկը